ես չէի ուզենա, որպեսզի մենք երկրորդ Արցախի պատմություն ստանանք, այն առումով, որ Հայաստանը նույն բանը կարող է տեսնել։ Մարդիկ այստեղ չեն հավատում, բայց ես իրանց ասում եմ, որ Արցախում է չէին հավատում, որ իրանք իրանց տներից դուրս են գալու։ Մենք ոչ մեկս չէինք հավատում դրան։ Ավելին ասեմ, Արցախի ղեկավարությունն էլ չէր հավատում։ Ես իհարկե այդ պահը չնշեցի, բայց շատ կարևոր հարց է, որ եթե խաղաղության են գնում, բա ինչի են կալանավորված հայերը Բաքվում։ Այս խնդիրն էլ պետք է լուծել։ Այս իրավունքն էլ պետք է պաշտպանել, բայց ոչ այս իշխանության օրենք, իրանք չեն անելու դա։ Իսկ սա մեր արժանապատվության հարցն է։ Ինչ կարծիքի էլ լինենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված, մեր պատվի հարցն է, որ իրանք ազատվեն Բաքվից, մեզ պատանդ են պահել, Արցախը եւ Հայաստանը պատանդարված է Բաքվում։ Ով որ դա չի զգում կամ չի ուզում տեսնել, դա այլ խնդիր է։ Բայց մենք հիմա ուղղակի ֆորմալ առումով ազատ շրջում ենք, բայց մենք էլ ենք պատանդ Բաքվում։ Քանի դեռ իրական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այսինքն մեր պատվի հարցն է նույն այդ փաթեթայինի մասին, որ խոսում էի, նույն այդ փաթեթային տրամաբանությամբ պետք է ներառվի հայ-ադրբեջանական հարաբերություններում գերիների հարցը։ Սա շատ կարևոր է։ Մի հատ բառ կա, որը օտար բառ է, բայց պետք է օգտագործել, այն մուտիլովկաները, որ տարածվում են, էսի ծախեցենի հանձնեց եւ այլն, ուրեմն Արցախի կորուստը վստահեցնում եմ ձեզ, կատաստրոֆա էր Հայաստանի Հանրապետության համար եւ աշխարհաքաղաքական պարտություն Ռուսաստանի համար, աշխարհաքաղաքական ապտակ Իրանի համար։ Հիմա իրանք դրա հետևանքները զգում են։ Բայց ասել, որ իրանք են հանձնել, դա կներեք առնվազն անգրագիտություն է։ Նայեք, Արևմուտք Ռուսաստան կռիվ է գնում, Արևմուտքը ուզում է այդ գոտում, որտեղ որ կա Ռուսաստանի ազդեցությունը, Ռուսաստանին թուլացնել։ Հիմա Վրաստանին ասում են դու կդառնաս մանրադրամ։ Վրացիք ասում են կներեք, հո էս չենք, որ երկրորդ անգամ դառնանք։ Այսինքն մի անգամ 2008 թվին արեցինք Օսեթիան, Աբխազիան կորավ։ Հիմա դուք ուզում եք Վրաստանը կորի չենք մտնում։ Հիշեք Էլչիբեի վարքագիծը 90-ականներին։ Այս մի հոգավորի համ դեմքով է նման, համ վարքով է նման։ Էլչիբեյացումը դա նշանակում է դու մտնում ես խոշորների բախման մեջտեղը, սկսում ես ինչ-որ մեկի կողմը բռնել է, մյուսի դեմ խաղալ եւ այլն, վերջում երկուսից է ընենց հարված է ստանում, որ վերանում ես ուղակի։ Մենք մեր պատմությունից դասեր չենք քաղել։ 20 թվին ինչ ենք պետություն կորցրել։ Դե 20 թվին 1900 նկատի ունեմ։ Այդ ժամանակ պետք էր հետևությունները անել, որ այսօրվան չհասնեինք։ Բայց եթե 20 թվին կարող ենք ասենք ռոմանտիկ էին, անփորձ էին, էս էին, այն էին։ Հիմա սրանք միտումնավոր են արել, առնվազն 22 թվականից միտումնավոր են արել։ Ժողովուրդ, սա գիտակցած ոնց որ ես չեմ գնահատում։ Սա ինքը Փաշինյանը հայտարարել ասլա, սա իմ գիտակցված որոշումն ա եղել 22 թվականի հոկտեմբերի 6-ին հանձնել Արցախը Ադրբեջանին, որպեսզի իբր փրկեմ Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էին ասում։ Ասում էին մենք Արցախը զիջում ենք, որպեսզի այդ Զանգեզուրի ճանապարհը չտանք։ Բա Արցախը զիջեցիք, բայց ճանապարհն է տվեցիք, բա արանքում ինչ եղավ Արցախը։ Հիմա էլ կարող ասեմ, դե եթե Զանգեզուրի այդ միջանցքը չտանք, Սևանը կարող է կորցնենք։ Հանուն Սևանի, հանուն Երևանի Զանգեզուրի միջանցքը տվել ենք։ Հետո տենց Սևանով կգան քիչ այլ մի 60 կիլոմետր կգան Երևան ու տենց դալշը։ Հետո կորոշենք Բավրայով ենք փախնում, թե Այրումով։ Այսինքն էս է այս քաղաքականությունը։ Սա պետք է մեր ժողովրդին բացատրել։ Դավաճանություն բան դնում եք մի կողմ, որ չասեք էմոցիոնալ է։ Այս մարդիկ հաշվել են, որ երկու դինոզավր կռվում են, այդ կինոներ տեսած կլինեք, չէ՞, որ դինոզավրերը երբ որ իրար հետ կռվում են, այդ մարդը ասենց արդեն արանքում ինչ-որ բան, մտածել են այդ դարաշրջանն է, էլի։ Երկու դինոզավր կռվում են, այս մեկը ոնց որ հաղթելու է։ Սպասի ես գնամ այնտեղ ու օգտագործվեմ իր կողմից այն մյուս դինոզավրի դեմ։ Արդյունքում նախ այն մյուս դինոզավրը չի պարտվել ոնց որ առաջ է գնում։ Իրար հետ լեզու գտան, Տրամփ, Պուտին։ Ու մեջտեղը փաստորեն
այս արանքում մենք Արցախը կորցրեցինք, Արցախահայությունը դառավ փախստական, Հայաստանի Հանրապետությունն էլ այսպես մազից կախված է բառից բունի իմաստով։ Այս վիճակը, որ մենք հիմա կանք, որ դու հələ իրար հետ էլ հանդիպում քննարկում ենք, շատ փխրուն բալանսի հաշվին է, շատ փխրուն։ Հələ Իրանին խփեին, այն որ հիմա հələ լարվածությունը կա, հələ Ուկրաինայում մի քիչ վիճակը սրվեր ու Ռուսաստանի դիրքերը թուլանար, Ժորժ ջան, թուրքական բանակը ստեղ էր։ Ոչ մի բարի կամք չկա։ Այսօրվա բալանսի հաշվին է Հայաստանի Հանրապետությունը։ Կարող է ասենք ՔՊ-ի այդ խաղաղասիրական ջանքերի հաշվին է, որ մենք այս պահին ժամանակավոր հրադադար ունենք, շոու հրադադար։ Չէ, ուղղակի նայեք ժամանակագրությունը, խաղաղության մասին խոսակցություններ հայկական կողմից միակողմանի զիջում, խոսակցություններ զիջում, խոսակցություն զիջում, ոչ մի բան չկա Հայաստանի մասին։ Բայց ինչի չեն անում այդ ջերմուկի հատվածի սահմանագծումը, Սյունիքի հատվածինը, որովհետև եթե տրամաբանական սահմանագծեն, պետք է այդ զորքերը դուրս բերվեն, չէ՞ ադրբեջանական։ Բայց իրանք ասում են, բայց ինչի պետք է դուրս բերենք, միջնորդ երաշխավոր չկա։ Կոպիտ ասած դրսից տղա չես բերե միջնորդ, որը շահագրգռվածություն ունի։ Միջնորդը դարձել է Էրդողանը։ Հայաստանի իշխանության միակ շահն էլ ստեղ է նա, որ օգնեք աթոռը սպահեմ։ Ինչ ուզեք կտամ, ձեր բոլոր ցանկությունները կբավարարեն։ Էսա։ Սա հիմա մենք որ ձեզ դուք ոնց որ առաջին, այսպես ասած, ցավոք այդ բառը օգտագործեմ, զոհերն եք այս ամեն ինչի, դուք ձեր օրինակով ձեր շրջապատում էլ ես չեմ զլանա 10 հոգի լինի, 10 հոգու հետ կհանդիպեմ 100-ի, 1000-ի, ամեն մեկի մի հոգու, որ սա բացատրեմ, պատմեմ եւ ինքն է գնա իր շրջապատում պատմի, որ ժողովուրդ ջան, սա մեզ թմրացնում են, անեստեզիայի տակ են մցրել այս ժողովրդին, ասում են տեսեք խաղաղություն արդեն, մոռացեք Արցախի մասին, լավ չի, տվինք պրծանք, հիմա խաղաղ ապրում ենք, սուտ է ժողովուրդ ջան, այդ մեծ սուտը պետքա բացահայտել, ամեն օր խոսալ այդ մասին, ամեն ժամ, ու սրան է գումարել այն սոցիալ-տնտեսական խնդիրների մասին լուծումները, որոնք մենք պատկերացնում ենք փոփոխությունից հետո, որ մարդ իմանա, որ համ անվտանգ է ապրելու, համ էլ բարեկեցիկ։ Այդ հնարավորությունները կա, հակառակ պարագայում, կապ չունի ով ինչ կարգավիճակ ունենք։ Բոլորս իրար հիմա, ասենք, ինչ տարբերություն, Ղարաբաղում ով է նախագահ է, ով պատգամավոր, ով բանվոր, ով բիզնեսմեն, ով հավաքար, բոլորը իրար հետ լքեցին այդ տարածքը։ Բայց կատաստրոֆ, մեծագույն ողբերգություն է, սա գրքերում կարդանք կմտածեինք, այս ինչ ծանր ժամանակներ եղել, լավ է այդ ժամանակ չէ, դրա մեջ ենք։ Խայտարակություն ուղղակի, երկրորդ հայկական պետությունը ոտքի վրա կորցնել մեծագույն դավաճանության եւ կատարյալ անգրագիտության հետևանքով։ Սա նաեւ անգրագիտություն է եղել, ժողովուրդ Հայաստանի իշխանությունը հաշվել է, որ Ռուսաստանը պարտվելու է։ Քանի որ պարտվելու է անցնեմ հաղթողի կողմը։ Անցել է ու պարտվել։ Հիմա այդ Մակրոն, Միշել բան դրանք սա թռնում են կամ թռնելու են, մեջտեղ մնացել է Արցախի հարցը, բա ժողովուրդն էլ ասում է, հա Ֆրանսիան բան, հասկանում եք, չէ՞ խափեություն էս դարաշրջանի։ Մեր կողմից ստատուս գրեն հայերը, մեր կողմից աղիողոր նախադասություն գրեն, բայց Արցախը պաշտոնապես հանձնեն Ադրբեջանին։ Բայց դա իլում է Հայաստանի բարեկամ։ Ես նկատի չունեմ Ֆրանսիայի ժողովրդին։ Ֆրանսիայի ժողովուրդը մեր բարեկամն է։ Բայց Ֆրանսիայի այսօրվա իշխանությունը պատուհաս է անգամ Ֆրանսիայի ու Ֆրանսիայի ժողովրդի գլխին, ու դա իրենք գիտեն։ Դրա համար էլ այնտեղ ազգային ուժեր են գալիս հերթով։ Եվրոպայում բոլոր ազգային ուժերը գալիս են իշխանության եւ այս գլոբալիստների հերը անիծելու են։ Նենց որ Ժորժ ջան, եւս մեկ անգամ շնորհակալություն, որ հավաքվեցինք եւ իրար հետ հանդիպեցինք։ Սա վերջինը չի լինելու, բնականաբար համատեղ ջանքերով կհասնենք փոփոխությունների։ Շնորհակալ եմ ձեզ։